Կներկայացնեք մեզ մի փոքր շուկայի պատմությունը, ինչպես է շուկան ստեղծվել, երբանից է գործում, ինչ ապրանքներ են բերում։ Օրինակ վաճառում հնարավոր ապրանքներ, որը ով ունի բերում վաճառում է կամ գնում են տնից են բերում վաճառում։ Շուկան էստեղ գործում մոտ 3 տարի է։ Բայց գիտեք երբանից է շուկան գործում։ 3 տարի ամալա, այս շուկան 3 տարի է։ Իսկ ընդհանրապես այս ոճի շուկան Ինչ արում է։ նկատի ունեմ ինչքան ժամանակ է որ նմանատիպ շուկա կա հենց։ Այստեղ Հայաստանում հանրապետությունում այստեղ միակն է, բայց քաղաքներում չգիտեմ կա թե չկա այդ շուկա։ Ստադիոնում մենակ էս մեկն է։ Իսկ ինչով է, ինչն է իր առանձնահատկությունը, որ օրինակ մտածում եք արժե օգտվել շուկայից։ Դեք ոնց օգտվել արժի է, բայց ոմանք ասում են արա քիչ բազարը, տենց ասենք, այդ ասողը իքն գալի օգտվում ու գալիս է արնում է։ Ես վատ բան չեմ տենում, սարանը գալիս արնում է գալը։ Ոչ գողություն է ստանում, ոչ մարդը սպանում, ոչ ինչ-որ կնես բարում ոչ բարում կար։ Կարծես կամար վաճառումս կամ արնում գնում է, всё, դա մի քիչ վատ բան կա։ Որ ասում են աղ կապի շուկա, չէ, բնակ ռայոնները, ոնց ասած, Կիրովական, Խոսքի առաջ Լենինականը գիրում էին հալա, ոչ ոք չիմանում, որ Հայաստանը հանրապետություն գործունի շուկա, ընդհանրապես չեն իմանում։ Խոսքի օրինակից եկել նկարարները, ինձ զանգին ասի հարազանցածում, ասում է թե որդ է, ասում է, մայրակազում, որ նոր ենք իմանում շուկա։ Ոչ միտեղ չեն իմանում, եթե նացը ոչ որ դովաշ չի անում, ոչ որ բան չի անում, ոնց ասած ամենեկի համար էլի ծանորդերով սեն, դե չէ, ես գող եմ, չգիտեմ, մնացածը գող եմ դեր։ Վաճառքից գող եք։ Չեմ ասում շատ, անցած տարի շատ լավ է, ես տարի մի քիչ վստահ։ Որ ասեք ոսկի ռայոններն են, քաղաքներն են, որեր տեղը որ արդիկ իմանան, գան արևտուր անեն, արդիկ բերեն իրանց ապրանքը վաճառեն։ Մի ձեմը նոր տարի է գալի, մարդիկ չեն իմանում ում տանեն, ոնց անեն։ Որ մարդիկ իմանան, ձեմը նոր տարի է կբերեն կվաճառեն, իրանց գումարը կառնեն։ Հասկանում եք։ Հետա։ Նկատում ենք, որ տուրիստներ կան համել։ Հա, կարծես թե տուրիստներին էլ է բավականին։ Տուրիստները հիմնականը սա Ռուսաստանից են, բայց հիմնական չեն կարող ասել, որ դեղացել։ Ռուսաստանից են, թե Բելարուսներից, թե Ուկրաինից չեն կարող ասել, ռուս շատ է հիմնական։ Նորմալ մի անդեղ բացնեն, մարդիկ գետիները չկրեն, տեղի ժողովուրդը սնկացած վիճակի մեջ է, աղքատությունը չափ ու սահման չունի, գալիս են ստե տանջվում են, տեղի փող են հավաքում, տաքսիով բերում են տաքսիով, այդ ինչ մատի ծախին, եթե մի շորը արդի 200 դամ, 300 դամ, 500 դամ ամենաբարձրն է։ Գնորդներ ունեք իսկ։ Ատենց հատուկ են տարնում են, եթե գյուղերից ստանում են, գոմերում հագնում են, օգտագործում շոպը։ Սենց չի լինի, ոչ մեկ ժողովրդի մասին չի մտածում։ Իսկ որտեղ է ձեր ապրանքը այսպես ասած բերում կամ տանից, իմ տան շորերն է։ Իմ երեխեքին շորեր։ Երկու երեխեքս վթարի ենթարկվան, ահագին բանկերին պարտքեն, աշխատավարձից 70,000-ը հազիվ ստանում եմ բանկերին բաժանում, որ մարդիկ այդքան օգնեն։ ինչքան ժամանակ է որ այստեղ։ Արդեն 2 տարի գնում գալիս է։ Իսկ այս տեղի համար գումար վճարում եք։ Անպայման։ Կամ այսքանին 500 դրամ, մի քիչ սրաշատին 1000 դրամ էլ են, մյուսները ավելի շատ։ Կապ ունի ներսի հատվածը ու դրսի։ Անդեինը ավելի շատ փողը։ Բայց ձերը այստեղ է։ Անդեղ չեմ խրա, ես գնամ, որ այդ ինչ ծախեմ, որ տամ տաքսում հետ բերեմ, հետո հետ տանեմ։ Իսկ ամենաթանկը ինչն է այստեղ վաճառում։ 500 դրամ ամենաթանկը։ Ինչն է։ Թափ-թազա կոշիկները 500 դրամ։ Հագածները 300-400 դրամ։ Շալվարները 500 դրամ, էլի։ Ընդհանրապես ժողովրդի վիճակը շատ վատ է։ Այստեղ էլ չեն կարողանում գնումներ անել, այս բազարում էլ, այս շուկան էլ իր արժեքը գործ չեն կարող մարդիկ, այստեղ եկներով էլ չեն կարողանում։ Այստեղ հիմնականում առևտրերանը, պարսիկները,
ու հնդիկները բանվորության են տանում, որպեսզի բանվորական հագնվեն, ասենք, այս տանում են հագնվեն։ Իսկ ինչքան ժամանակ է որ օրինակ այս շնորհը մի րոպե Այստեղ ամեն ինչ կարող ես գտնել, շաբաթօրը առավոտ շուտած, կա հնություններ, այնպիսի հնավոր ապրանքներ են բերում, ես առանց հեռագործս էի բերում այստեղ վաճառում շատ է մեր մոտ ես համարդեն վստրային խնդիրներ ունեմ չեմ տա, ամենա մի քանի լասել հավաքեցի էլ ասեզոն է։ Իսկ կներեք, այդեղ մեքինան անցավ չֆիքսեցիք, մինչև քանիսն է աշխատում չկան։ Առավոտը 6-ից 7-ից հիմա միջև այսօր ժամը 5-ը Գոյան 5-ը արագացումների դարպասները արդեն քալում են։ Հնդկաստանը էլի, Իրանն է ստեսող եմ սա։ 90-ական քաղաքական